Բարև ձեզ հարգելի ընկերներ, հարգելի ժողովուրդ, այս ուղիղ եթերս երկար էի հետաձգում, մտածում էի, որ դեռ ժամանակը չէ կամ չգիտեմ, օրակարգում այս հարցերը առանձնակի չեն քննարկվում, բայց երևի թե ժամանակն է սրա մասին խոսել, ու այս խոսքս ուղղված է լինելու բոլորին, ում հետաքրքրում է երկրի կառուցվածքը, ում հետաքրքրում է քաղաքական պրոցեսները, ում հետաքրքրում է քաղաքագիտությունը եւ առհասարակ քաղաքական գաղափարախոսությունները։ Միանգամից ասեմ, որ գրեթե չկա մի քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ կամ ակտիվ քաղաքացի, ում այս դասախոսությունը, այսպես կոչված դասախոսությունը չվերաբերվի։ Սա վերաբերում է եւ ՔՊ-ին, վերաբերվում է եւ խորհրդարանական ընդդիմությանը, բոլոր ուրեմն քաղաքական կյանքի բոլոր մասնակիցներին եւ ոչ միայն քաղաքական կյանքի մասնակիցներին, բայց հատկապես նրանք, ովքեր ուզում են մի բան ավելի իմանալ, ուզում են, որ մեր երկիրը ավելի այսպես քաղաքական խոսքի վրա հիմնված ուրեմն խոսույթ ունենա, օրակարգ ունենա, ուրեմն այս թեման ձեզ վերաբերվում է, խնդրում եմ նայեք միջև վերջ։ Իսկ մյուսներին, ովքեր ավելի այսպես ազատ են իրենց քաղաքական կուսակցության չեն պատկանում, նախանձով ինչ-որ չեն մոտիվավորված, նրանց խնդրում եմ կիսել այս հաղորդումը, կիսեք թող հնարավորինս շատ մարդու, շատ քաղաքացիների այս տեսանյութը, այս դասախոսությունը հասնի, այնքան շատ մարդ սրա մասին իմանա։ Ուրեմն տեսեք, ես ներկայացնելու եմ երկրի կառուցվածքը։ Մինչև երկրի կառուցվածքը ներկայացնելը անատոմիական կառուցվածքը եւ դրանից բխող ֆունկցիոնալ առանձնահատկությունները։ Մինչև դա ներկայացնելը երկու բառ ասեմ ընդհանրապես ինստիտուտների մասին, հա։ Հանրային կյանքը, ամբողջ հանրային կյանքը երկու հիմնական ուրեմն կարգավորիչ ունի։ Մեկ անհատների մարդկանց որոշումները, մարդկանց ազատական, անհատական որոշումները եւ երկրորդ տարբեր ինստիտուտներ, որոնք համակարգում են մեր գործողությունները, մեր կյանքը, մեր հարաբերությունները։ Ինստիտուտ ասելով նկատի ունեմ այնպիսի մարդկային հարաբերությունների, արժեքների շանթիական ջկանչի, այնպիսի արժեքների եւ կանոնների վրա հիմնված հարաբերություններ, որոնք համակարգում են մարդկանց կյանքը, ուրեմն եւ սրանք եթե ժամանակի մեջ բռնում են իրենց փորձառությունը, ապա դառնում են ինստիտուտ։ Եվ այսպես սկսենք, ես նկարներով ցույց եմ տալուց, կներեք, որ էլի եմ ասում, երկար էի սպասում, որ մի քիչ ավելի լավ ձևով էսի ներկայացնեմ, բայց եկեք սկսենք այսպես։ Ուրեմն, օպա, էս ինչ էր, սպիշկա է միացած։ Սպիշկան անջատենք, ահա, ուրեմն տեսեք։ Մեր հարաբերությունները կարգավորվում են անհատական, ազատական որոշումներով, մարդու անհատական, ազատական որոշումներով։ Սա առաջին ամեն օր, ամեն քայլափոխի մենք որոշակի որոշումներ ենք կայացնում, որոշակի գործողություններ ենք իրականացնում, համագործակցում ենք, չգիտեմ, մրցակցում ենք, չգիտեմ, որը տալիք սառնում ենք, մի խոսքով։ Եվ մնացածը ինչ մեր անձնական, անհատական որոշումներով չի, դա ինստիտուտներն են կարգավորում, 5 տեսակի ինստիտուտ, սոցիալական ինստիտուտներ, հիմա դրա մասին պետք է խոսեմ, տնտեսական ինստիտուտներ, դրանք ցույց կտամ, իրավական ինստիտուտներ, քաղաքական ինստիտուտներ եւ պետական ինստիտուտներ։ 5 հիմնական խումբ ինստիտուտներ համակարգում են մեր կյանքը։ Այս ամեն ինչին գումարած անհատական, ազատական որոշումները համակարգվում է ամբողջ հանրային կյանքը։ Եվ այս ամեն ինչը հիմա ես ներկայացնելու եմ երկրի կառուցվածքը, պետության կառուցվածքը, ուրեմն առաջի բաժինը դա անհատական, ազատական որոշումներ են։ Հետո գալիս է հասարակական ինստիտուտները, որոնք նույնպես համակարգում են մեր կյանքը։ Հիմա ցույց եմ տալիս հասարակական ինստիտուտները։ Ուրեմն կենտրոնում մարդ, անհատական, ազատական որոշումներ եւ հիմա գնացինք։ Եկանք սոցիալական ինստիտուտներ, ահա։ Այս շրջանի մեջ գտնվում են սոցիալական ինստիտուտները։
Սոցիալական ինստիտուտներից ամենակարևորներից ընտանիք հարաբերություններ կարգավորում, թե մարդիկ ինչպես ուրեմն համատեղ կյանք վարեն, ինչպես երեխաներ ունենան, ինչպես վերաբերվեն ծնողներին, ինչպես վերաբերվեն զավակներին, ինչպես դաստիարակեն, ինչպես փոխադարձ խնամ փոխօգնություն ապահովեն եւ շատ կայուն, շատ ամուր սոցիալական կապերի վրա հիմնված ուրեմն ինստիտուտ է ընտանիքը, որը հասարակական այս կլորի մեջ հասարակական ինստիտուտների կարևորագույն բաղադրիչ է։ Բացի ընտանիքից կան ընկերություններ, ակումբներ կամ հասարակական կազմակերպություններ, դրենք գրել եմ խմբեր եւ կազմակերպություններ։ Սրանք նույնպես հասարակական ինստիտուտ են, որոնք համակարգում են հանրային հարաբերություններ։ Հայ եկեղեցի Հայաստանի պարագայում Հայաստանյաց առաքելական եկեղեցին շատ հզոր ինստիտուտ է, որը նույնպես համակարգում է մարդկանց կյանքը։ Ծնունդ, կնունք, հարսանիք, թաղում, հոգեբանական աջակցություն, որոշակի բարոյախրատարական, արժեբանական ուղղությունների ուրեմն ցույց տալ եւ իդեպ, երբ որ ես սրանք ներկայացնում եմ, ես չեմ ասում, թե սրանք կատարյալ վիճակում են։ Ես ասում եմ, թե ինչ հանրային սոցիալական հիմնական ինստիտուտներ են մեր կյանքը կարգավորում։ Որքան այդ ինստիտուտները կայացած են, որքան այդ ինստիտուտները լավ են աշխատում, այնքան լավ է համակարգված մեր կյանքը։ Որքան այդ ինստիտուտները խարխուլ են, որքան այդ ինստիտուտները վատ են աշխատում, այնքան խարխլված է մեր կյանքը։ Ուրեմն ընտանիք առաջին կամ կարակ ընդունեք որպես ամենակարևոր խմբեր, դրանք ընկերություններ, բարեկամություններ, ակումբներ, չգիտեմ, հասարակական կազմակերպություններ, առանձին կարելի է վերցնել կրոնական կազմակերպություններ, որոնց մեջ առանձնահատուկ առանձնացնում եմ հայ առաքելական եկեղեցին, սահմանադրության մեջ էլ մեր սահմանադրության մեջ այդպես նշված է։ Այլ սոցիալական ինստիտուտներ։ Կրթություն, թե դպրոցը, թե բարձրագույն կրթությունը, սրանք սոցիալական ինստիտուտ են։ Եվ կրթությունը մեզանից անկախ կրթության պրոցեսը միշտ գոյություն է ունեցել որպես ինստիտուտ։ Ես մի օրինակ եմ միշտ բերում, հաճախ կրթություն ասելով մենք հասկանում ենք դպրոցը, որը պետության կողմից կազմակերպված է, կարծես թե կամ բուհերը, որոնք պետության կողմից են կազմակերպված, բայց կրթության մեջ միշտ օրինակ եմ բերում կրկնուսուցման ինստիտուտը։ Դա որն է։ Դա երբ որ ավարտական դասարաններում, բարձր դասարաններում երեխաները լրացուցիչ պարապում են իրենց ուսուցիչների կամ չգիտեմ դասախոսների մոտ եւ ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություն, համալսարաններ կամ ինստիտուտներ, այսպես ասած կրթական իմաստով, հա, ընդունվում են բուհեր։ Այսօր բուհ ընդունվողների երևի 95%-ից ավելին կրկնուսուցման ինստիտուտի միջով է անցնում։ Դա այլևս մեր կյանքում կայացած իրողություն է։ Այսօր ավելին կրթական տարբեր կենտրոններ դպրոցին զուգահեռ կայանում են առանց պետության միջամտության։ Այս ամենը ինչ ես ներկայացնում եմ որպես ինստիտուտ, հլը պետական ինստիտուտները չեն։ Հլը սոցիալական ինստիտուտներն են, որոնք ինքնըստինքյան ձևավորում են եւ համակարգում են, կարգավորում են մեր կյանքը։ Եվ կրկնուսուցման ինստիտուտը առանց որևիցե մեկի հատուկ միջամտության ձևավորվել է։ Մարդիկ կրկնուսուցման ինստիտուտում աշխատում են, սովորում են, եւ ասում եմ 95%-ը բուհ ընդունվողների արդեն մի քանի տասնյակ տարի անցնում է կրկնուսուցման ինստիտուտով, եւ դա ոչ ոք հատուկ չի կազմակերպել։ Դա ստեղծվել է ինքնստինքյան։ Լավագույն ճանապարհը գտնվել է ինքնստինքյան։ Իմ ընկերը մի լավ օրինակ բերեց, երբ որ ուզում էի բացատրել, թե որն է ինստիտուտը, ասեց, տես, ինքը լավ օրինակով բացատրեց, ասեց, անտառում ոչ ոք հատուկ ասֆալտապատում չի անում, ոչ ոք հատուկ ճանապարհ չի գցում, բայց երբ որ գնում ես անտառ, տենում ես ինչ որ մի ճանապարհ կա, ինչ որ մի արահետ կա, որով ավելի շատ են գնացել եկել։ Եվ դա ամենահարմար ճանապարհն է տվյալ տեղամասով, տվյալ հատվածով անցնելու։ Այսինքն մարդիկ, չգիտեմ, կենդանիները, գյուղացիները, փայտահատները,
անասնապահները տարբեր ճանապարհներ են փորձել անտառի ինչ որ տեղամասով անցնելու համար, բայց որևիցե մի տեղամաս եղել է ամենից հարմարը։ Եվ երբ որ գնում ես, տեսնես այդ տեղով ամենաշատն են գնացել եկել, եւ ձևավորվել է ինքստինքյան ձևավորվել է արահետ։ Ահա այդ արահետը մարդկային կյանքում այն արահետը, այսպես ասած, ճակերտավոր, որը կարգավորում է մեր հարաբերությունները, հենց կոչվում է ինստիտուտ։ Տվյալ դեպքում խոսք է գնում սոցիալական ինստիտուտների մասին եւ կրթությունը առանձին։ Գիտությունը նույնպես սոցիալական ինստիտուտ է։ Առողջապահությունը նույնպես սոցիալական ինստիտուտ է։ Ուշադիր։ Շատ հիվանդանոցներ լավագույն որակի են հասել մասնավորի կողմից ուղղակի կազմակերպվելով, մարդկանց կողմից ուղղակի առանց ապահովագրության, առանց պետպատվերի ժողովուրդը հավաքվել է, խմբերը հավաքվել են, ընտանիքները հավաքվել են, գումար են տվել, փող են տվել եւ զարգացել է առողջապահություն։ Ինքստինքյան առանց հատուկ միջամտության, առանց հատուկ վերևից թելադրանքի։ Սոցիալական ապահովությունը, որը այսօրվա դրությամբ օրինակ պետության կողմից է արվում, բայց եղել է ժամանակներ, որ արվել է օրինակ եկեղեցու կողմից, կամ կան հիմա որոշակի ֆոնդեր, որտեղ մարդիկ բարեգործություն են անում, գումար են հատկացնում, հանգանակում են որոշակի գումար, եւ այդ գումարով օրինակ կարիքավոր երեխաների, չգիտեմ, ինչ որ բուժօգնություն է տրամադրվում կամ այլ տիպի ինչ որ սոցիալական ապահովություն է տրամադրվում, ոչ միայն երեխաների, մեծահասակների եւ այլն, սոցիալական ապահովությունը նույնպես հասարակական ինստիտուտ է։ Այստեղ ներքևում գրել եմ մամուլի մասին, ուշադրություն, հարգելի լրագրողներ, մամուլի մասին, որը մեզ մոտ բավականին լավ վիճակում է, բայց բավականին փչացած վիճակում է։ Ինչու է փչացած։ Դրեք H1-ի հյուրերին նայեք, տեսեք թե H1-ը, որը հանրային հեռուստատեսություն է, մասնավոր հեռուստատեսություն չի, տեսեք թե ում է հրավիրում հիմնականում, կտեսնեք մի քանի դեմքեր, ովքեր կամ լոյալ են գործող իշխանությունների նկատմամբ, կամ ովքեր գործող իշխանությունների համեմատ շատ ավելի վատն են, հիմնականում ժողովրդի պատկերացմամբ, հա։ Այսինքն այսօր H1-ում հյուր է լինում կամ նա, ում ֆոնին գործող իշխանությունները ավելի լավն են երևում, կամ նրանց են կանչում եթեր, կամ եթեր են կանչում նրանց, եթե խոսքը քաղաքական, սոցիալական բնույթի է, կամ նրանց են կանչում եթեր, ովքեր տվյալ այսօրվա գործող իշխանությունների նկատմամբ պրոբլեմ չեն ներկայացնում, հավակնություններ չունեն, լոյալ են այսօրվա իշխանությունների նկատմամբ։ Դա փչացած մամուլի, որպես հասարակական ինստիտուտ, փչացած մամուլի օրինակ է։ Ու ինչքան փչացած է այդ համակարգը, այնքան պրոբլեմատիկ է մեր կյանքը, այնքան անորակ է մեր կյանքը։ Շարունակենք։ Ուրեմն մամուլը շատ կարևոր հասարակական ինստիտուտ է։ Տեղական ինքնակառավարումը, որը մինչև վերջերս պատկերացնում էինք որպես պետական կառավարում, այնինչ դա պետական չի։ Գյումրու ընտրությունները մեծ, այսպես փոփոխություն բերին այս պատկերացումների մեջ, տեղական ինքնակառավարումը դա հասարակական ինստիտուտ է, դա սոցիալական ինստիտուտ է։ Այսինքն գյուղապետեր, քաղաքապետեր, գյուղի կամ քաղաքի ինչ որ համայնքի ավագանի, դա սոցիալական ինստիտուտ է։ Եվ որքանով դա կայացած է, այնքանով կայացած է մեր կյանքը, որքանով դա փչացած է, այնքանով փչացած է մեր կյանքը։ Ուրեմն այստեղ աշխարհազոր մեզ մոտ աշխարհազորը որպես ինստիտուտ կայացած չի, որպես հասարակական ինստիտուտ, բայց օրինակ Միացյալ Նահանգներում աշխարհազորը բավականին լավ կայացած ինստիտուտ է։ Սկանդինավյան որոշ երկրներում աշխարհազորը բավականին լավ կայացած ինստիտուտ է։ Կարծեմ Շվեյցարիայում աշխարհազորը էականորեն կայացած ինստիտուտ է, կարծեմ Շվեյցարիայում։ Այսինքն աշխարհազորը դա բանակը չի։ Դա իհարկե ռազմական ուժ է, զինված ուժ է, բայց դա բանակը չի, դա հասարակական ինստիտուտ է, քաղաքացիական անձինք, տարբեր մասնագիտությունների, տարին մի քանի անգամ հավաքվում են, վրանային ճամբարներ են հիմնում, զորավարժություններ են անցկացնում, ծանոթանում են, ընկերանում են, հարաբերություններ են ձևավորում, սոցիալական կապեր են ձևավորում, որպեսզի Աստված մի արած է պատերազմի ժամանակ, որպես մոբիլիզացիոն ռեսուրս, անտեր, անտիրական
անօգնական բրախած չլինեն դաշտերը, ձորերը, սարերը, անտառները, այլ լինեն կազմակերպված, ինքնակառավարվող բանակի ենթակայության տակ։ Իսկ խաղաղ ժամանակ հասարակական կարգ են երբեմն պաշտպանում, օրինակ մեծ բանը, ասենք, օրինակ հեղաշրջման փորձի ժամանակ, աղետների ժամանակ օգնություն, կազմակերպված օգնություն են իրականացնում հանրությանը։ Հասարակական ինստիտուտը Հայաստանում կայացած չի, բայց աշխարհում կայացած է։ Եվ այս մի քանիսը, սա ամբողջ ցանկը չի իհարկե, բայց հիմքն է։ Ուրեմն հիմնական սոցիալական ինստիտուտները, ելի եկեք անցնենք, ուրեմն ընտանիք, խմբեր, կազմակերպություններ, կրոնական կազմակերպություններ Հայաստանում դրանցից ամենավաստակաշատը եւ ամենակարևորը հայ առաքելական եկեղեցի, կրթություն, գիտություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մամուլ, տեղական ինքնակառավարում, աշխարհազոր։ Սրանք հիմնական սոցիալական ինստիտուտներն են։ Այս ամենը լսելուց հետո անցնենք այլ ինստիտուտների, այդ այլ ինստիտուտների մեջ տնտեսական ինստիտուտները, հա։ Հիմա ես ուրեմն ցույց տամ տնտեսական ինստիտուտները։ Տնտեսական ինստիտուտները այստեղ իմ այսպես կոչված սխեմայի վրա, քարտեզի վրա, երկրի անատոմիան սխեմատիկ արտացոլող քարտեզի վրա, ուրեմն գտնվում է ուրեմն այս սեկտորում։ Սրանք հիմնական տնտեսական ինստիտուտներն են, որոնցից ամենակարևորը այս երեքն են։ Մասնավոր սեփականություն, ինչ օրինակ, չգիտեմ, կոմունիստական կամ սոցիալիստական հարաբերություններում բավականին քանդված վիճակում է։ Ու տեսեք, մարդիկ, ովքեր լավ են հասկացել տնտեսագիտությունն ու տնտեսական ինստիտուտների կարևորությունը հանրային կյանքում, պետության, այսպես ասած, ճակերտների մեջ, հա, ես այդ չեմ ուզում, երկիրն ու պետությունը չեմ ուզում նույնացնեմ։ Իմ գլխում դրանք տարբեր բաներ են, ինչու վերջում կերևա։ Ուրեմն, երբ որ օրինակ հոկտեմբերյան հեղափոխությունն ա եղել, հետո բոլշևիկյան կարգեր են հաստատվել Ռուսաստանում, մարդիկ տեսել են իրենց ծրագիրը, եղել են այդպիսի էքսպերտներ, ու ասել են անհնար է այ ժողովուրդ, դուք չեք կարա կայացնեք լավ երկիր, եթե քանդում եք մասնավոր սեփականությունը որպես տնտեսական ինստիտուտ։ Անհնար է։ Ինչի որտեղ շատ կարևոր է, այդ ինստիտուտը եթե չկա, արդեն զգալի չափով տուժում է հանրային հարաբերությունները։ Ուրեմն երեք հիմնական տնտեսական ինստիտուտ՝ մասնավոր սեփականություն, ազատ եւ մրցակցային շուկա, ձեռնարկատիրություն։ Այս 3 ինստիտուտները կարևորագույն տնտեսական ինստիտուտներն են, կարևորագույն։ Սրանց կայացվածությունը ապահովում է կայուն տնտեսական համակարգ երկրում եւ սրանց անկատարությունը ապահովում է անկատար տնտեսական համակարգ երկրում։ Մեզ մոտ մասնավոր սեփականությունը լուրջ վտանգի տակ է, ինչու, որովհետեւ դրանց զգալի մասը ձևավորվել է հատկապես հարուստների մոտ, ձևավորվել է զարտուղի ճանապարհներով եւ մեր այսօրվա գործող իշխանությունները 7-8 տարվա ընթացքում, 7 տարվա ընթացքում ոչ այդ մարդկանց դատեցին, ոչ խլեցին, ոչ էլ ասեցին համաներում։ Գնացեք այսօրվանից ապրեք օրենքի տառին համապատասխան։ Սա մի հատ առանձին մեծ թեմա է, բայց երբ որ մասնավոր սեփականությունը վտանգված է, կապ չունի ինչ պատճառով, ինչքան վեն պատճառով կամ ինչքան այսպես կեղտոտ պատճառով, դա կապ չունի։ Երբ որ մասնավոր սեփականությունը վտանգված է, քո մոտ տնտեսական ինստիտուտներից կարևորագույններից մեկը արդեն վտանգված է, քո մոտ չի լինելու լավ տնտեսական համակարգ։ Ազատ եւ մրցակցային շուկա, առանձնել մեր շուկան փոքր է, բայց ազատ եւ մրցակցայինը արդյոք էականորեն ազատ ու մրցակցային է, բայց ոչ ամբողջությամբ, ստեղ էլ կան խնդիրներ։ Իսկ ձեռնարկատիրությունը ընդհանրապես մեր ժողովրդի համար ձեռնարկատիրությունը որպես ինստիտուտ մի տեսակ ամոթ բան է։ Ինչի մասին է դա? Նոր բիզնես հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, նոր աշխատատեղեր բացելու մասին է։ Սա է ձեռնարկատիրություն։ Երբ որ մարդը մեկը ռիսկի ենթարկելով իր ֆինանսական միջոցները, իր ունեցվածքը կամ բանկից վարկ վերցնելով բիզնես է դնում։ Նա կարա հաջողի, կարա ձախողի։
Նույնիսկ տաքսիստը, որ վերցնում է մի մեքենա ու սկսում է ինքը իր համար աշխատատեղ ստեղծել, այսինքն ինքնազբաղությունը սա ձեռնարկատիրություն ինստիտուտի մաս է։ Եվ եթե այս ինստիտուտը լավ է կայացած, ապա երկիրը ծախում է տնտեսական առումով։ Եթե այս ինստիտուտը վատ է կայացած, ապա տնտեսական առումով երկիրը չի կարող ծախի։ Մեզ մոտ ինչ են ասում, ասում է վերցել է ինքը հարուստ է, հələ այդ կեղտոտին նայի, հավաքել է 100 հոգի, ամեն մեկին այսքան աշխատավարձ է տալի, ամբողջ այդ բիզնեսի եկամուտը դնում է իր գրպանը։ Մեր ժողովուրդը սենց է նայում, չի ասում, այ մատես ինչ լավ է, էսի հարուստ է, աշխատատեղ է ստեղծել, գործ է ստեղծել, բիզնես է ստեղծել, մեզ էլ կանչել է, մենք այնտեղ աշխատում ենք, որովհետև չես ուզում մի գնա, այդ աշխատավարձը ցածր է, մի աշխատի։ Քեզ ոչ ոք չի զորով ծեծելով տարի այդ աշխատանքի, չես ուզում մի գնա ընկեր։ Ճիշտ է, մենք ուզում ենք, որ լինի բարձր աշխատավարձ եւ այլն, բայց ձեռնարկատիրոջը դու չես կարող հակառակը պահանջես։ Աշխատաշուկան ունի իր գները, աշխատաշուկայի գներին համապատասխան մարդը վճարում է։ Աշխատաշուկան ազատ եւ մրցակցային շուկան է, որը պետքա հարգել, պետքա կայացնել այդ ինստիտուտը, որպես տնտեսական ինստիտուտ։ Եվ այսպես, եթե մենք ձեռնարկատիրությունը որպես ինստիտուտ հարգենք, թույլ տանք, որ դա կայանա, կլինի միայն բոլորիս համար լավ, երկրի հանրային կյանքի համար լավ։ Այլ տնտեսական ինստիտուտներ, օրինակ, կենտրոնական բանկը, իհարկե սա պետական մարմին է, բայց ինֆլյացիայի կարգավորում, որոշակի վտանգներից շուկայի չգիտեմ, ապահովում որոշակի դեպքերում իրականացնում է։ Ընդհանրապես բանկային համակարգը, ապահովագրական համակարգը, այստեղ տեսեք պարտադիր չի, որ ինքը ամբողջությամբ լինի տնտեսական ինստիտուտի մաս, ինքը կարող լինի սոցիալական ինստիտուտի մաս, օրինակ ապահովագրական համակարգը, դա այստեղ սոցիալական ապահովության հետ ինչ որ ընդհանրություններ ունի, այնպես որ ապահովագրական համակարգը թե սոցիալական ինստիտուտ է, թե միևնույն ժամանակ տնտեսական ինստիտուտ է։ Ընդհանուր գանձարանը հարկեր, այսինքն միտեղ, այսպես ռուսերեն ավելի ժարգոնով կոչվում է общак, կամ չգիտեմ, համայնքը ունենում է իր ընդհանուր գանձարանը, որտեղից տարբեր ֆոնդեր, որոնք էլի կարող լինեն ընդհանուր գանձարան, եւ վերջին հաշվով պետական գանձարանը կարող լինի ընդհանուր գանձարան, որտեղ բոլորը որոշակի գումար են տալիս, որոշակի չափով փող են տալիս, դրանց մեջ է նաեւ հարկերը, հա, դա կարող լինի հարկերի տեսքով, կարող լինի հանգանակությունների տեսքով, եւ այդ ընդհանուր գանձարանից այս բոլորի հարաբերությունները կարիքի դեպքում սպասարկվում են, կամ ոչ կարիքի դեպքում, ինչ որ ընդհանուր ծրագիր են իրականացնում, ելի ընդհանուր գանձարանից է գնում այդ գումարը։ Այսպիսով այս սեկտորում ես ցույց եմ տալիս հիմնական տնտեսական ուրեմն ինստիտուտները։ Հիմա գնանք ուրեմն իրավական ինստիտուտներին, հիմնական իրավական ինստիտուտները, հանրային կյանքը կարգավորող։ Տեսեք, սրանցից ոչ մեկը բացառապես պետական չի, հələ կգանք դրան, էլի, զուտ պետականության հարցին դեռ կգանք։ Եվ այսպես այստեղ իրավական ինստիտուտներն են, որից առաջինը ես կասեի պայմանագիրը, կամավոր եւ գիտակցված։ Կամավոր եւ գիտակցված պայմանագիրը դա կարևորագույն իրավական ինստիտուտ է։ Ինչի մասին է խոսքը։ Եթե երկու հոգի ձեռի տվին ու ասեցին, այսինչ բանի շուրջ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ապա կոպիտ ասած, մեռնելով էլ լինի, պիտի քո խոստացածը կատարես։ Պայմանը պահես։ Պայմանագիրը, եթե քո ժողովրդի մեջ, քո մշակույթում, իդեպ առանձին մշակույթ չեմ առանձնացրել, որտեղ այս ամենը ընդհանրապես ապրելու մշակույթ է, մի հատ մեծ մշակույթ է։ Պայմանագիրը կարևորագույն ինստիտուտ է, իրավական, կամավոր եւ գիտակցված։ Դա կարող լինի բանավոր պայմանավորվածություն, կարող լինի գրավոր պայմանավորվածություն, դա նույնիսկ կարող լինի այսպես դու եկել ես ինձնից ենթադրենք, այս օրինակ էլի շատ եմ բերում, մեղր առնելու, ես ասում եմ, հարցնում եմ մեղրը ինչ արժի, նշանակում է ես չեմ կարող վառած շաքարը, կեղծեմ եւ մեղրի տեղ վաճառեմ, որովհետեւ այստեղ խոսք է գնում պայմանագրի մասին, մարդը եկել է մեղր առնելու, պայմանագրի մի կողմ ասում է, ես մեղր եմ ուզում, նա էլ ասում է, մեղրը, ես մեղր եմ ծախում, արժի այսքան։ Եթե նա խափում է դրա դիմաց վառած շաքար է տալիս, կեղծած մեղրը, ապա դա պայմանագրի ինստիտուտի ուրեմն
ոտնահարում է, նա փչացնում է պայմանագրի ինստիտուտը։ Պայմանագրի ինստիտուտը հայ իրականության մեջ ապականված, պղծված վիճակում է։ Ցանկացած ռեմոնտ անող մասնագետի, ցանկացած շինարարի, ես չեմ ասում հլը պրարաբների, նրանց հետ մի քիչ ուրիշ է գործը, ոչ թե բիզնեսմեն, ով գալիս է իր շինարարական բրիգադով, այլ ինչ որ մի շինարար եկել է, ռեմոնտ պիտի անի, խոսում ես, քանի օրում կտաս իմ ենթադրենք բնակարանը վերանորոգած կամ չգիտեմ, այս ինչ բանը վերանորոգած։ Ասես 5 օր, 10 օրից մոտավորապես կտա։ Ասեց կանեմ այս գումարով, կեսից ասում այս գործը ոնց որ ավելի թանկ է նստում, փողի փոխում է։ Համաձայնվես կշարունակի գործը, չհամաձայնվես կխռովի կթողի կգնա գործը կիսատ։ Նշանակում է չկա ինչ, չկա պայմանագրի ինստիտուտ։ Խոստացել ես պիտի անես։ Այսի մեր իրականության մեջ չկա, խիստ խաթարված է։ Հետևաբար մեզ մոտ իրավահարաբերությունները արդեն իսկ այս ինստիտուտի չկայացվածությամբ խիստ խաթարված են։ Շուկայում անսահման կեղծիք, սկսած մսից, մթերքից, պարենից, նույնիսկ գործարանների կողմից արտադրող կատնամթերքից, չգիտեմ, կեղծիք, անվերջ կեղծիք, դա պայմանագիր ինստիտուտի խաթարված վիճակն է, որպես իրավական ինստիտուտ։ Եվ եթե այս իրավական ինստիտուտը խաթարված է, չի կարող քո երկրում կյանքը լավը լինի, պիտի դու, նա, մյուսը, յուրաքանչյուրս ջանքեր գործադրենք պայմանագրի, կամավոր եւ գիտակցված պայմանագրի ինստիտուտը կայացնելու համար։ Այլ կարևորագույն ինստիտուտ վեճերի դատական եւ արբիտրաժային լուծումը։ Սա ինչ ինստիտուտ է։ Սա երբ որ ունենք տարաձայնություն, ունենք վեճ, իրար հետ բանակցելով լեզու չեն գտնում, ընդհանուր հայտարարի չեն գալիս, դիմում ենք երրորդ կողմին, դատարանի կամ արբիտրաժային ինչ-որ մի հոգու, որը արբիտրաժի դեր է խաղում։ Դա կարող լինի նույնիսկ տվյալ գերդաստանում ավագը, երկու հոգի, երկու հորեղբոր տղա վիճում են, լեզու չեն գտնում, դիմում են երրորդ կողմին։ Երրորդ կողմն է պարտավոր է որպես արբիտրաժ, չակերտավոր դատավոր, արդարամիտ լուծում տա այդ վեճին։ Եթե ժողովուրդը սովոր է արբիտրաժային կամ դատական կարգով վեճերի լուծման, իրավական այս ինստիտուտը կայացած է, այդ ժողովուրդը ծաղկում է։ Եթե ի վիճակի չի նման ճանապարհով վեճերը լուծել, ինչա լինում դանակահարություն, սպանություն, խռովություն, իր գլուխը ջարդել, վեճեր խռովել, դեստրուկտիվ հարաբերություններ։ Հետևաբար կարևորագույն իրավական ինստիտուտը, որը պիտի կայացած լինի եւ այդ արբիտրաժի դատավորի կողմից կայացած եւ մարդկանց կողմից կայացած, ովքեր վեճը իրար գլուխ ջարդելու փոխարեն կդիմեն երրորդ կողմին, նույն օրինակ քրեական աշխարհում կա այդպիսի բան, դիմել երրորդ կողմին, որովհետեւ դա իրավական ինստիտուտ է, համայնքի իրավական ինստիտուտ է, անկախ նրանից դա փարավոնների Եգիպտոսն է, մի քրեական աշխարհի ինչ որ կոնֆլիկտ է, թե պետական կամ երկրի հետ տեղի ունեցող ինչ որ հարաբերություններ են, անկախ դրանից երրորդ կողմին դիմելը որպես վեճի կարգավորման մեխանիզմ իրավական կարևորագույն ինստիտուտ է։ Այլ իրավական կարևորագույն ինստիտուտ է մարդու իրավունքների պաշտպանությունը, հակակոռուպցիոն մշակույթը, սա առանձնահատուկ եմ նշել, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարը որոշումներով, հրամաններով, օրենքներով չի լինում։ Տվյալ համայնքը պետք է իր մեջ ունենա կոռուպցիայի նկատմամբ ատելություն, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականություն։ Եթե տվյալ համայնքը սովոր է ծանոթ բարեկամ, ընկեր, աղբեր մեխանիզմներով, մաղարիչով բանով հարց լուծել, ոչ մի օրենք, որոշում, հրաման, ոստիկան, չգիտեմ ինչ, այս հարցը չի լուծի։ Ոչ մի վերևից եկող հրահանգ այս հարցը չի լուծի։ Պետք է ժողովուրդը կրի իր մեջ հակակոռուպցիոն մշակույթ։ Եվ ամենակարևոր, ուրեմն, իրավական ինստիտուտը դա սահմանադրությունն է։ Սահմանադրությունը այստեղ ընդգրկում է ամբողջ երկրի
հարաբերությունները սրան դեռ կանրադառնան, բայց ամենակարևոր ինստիտուտն է, բայց սահմանադրությունը ոչ միայն իրավական ինստիտուտ է, այլև քաղաքական ինստիտուտ է, այլև պետական ինստիտուտ է, եւ մնացած ինստիտուտներում տեղի ունեցող ուրեմն պրոցեսները այնուամենայնիվ համակարգվում են վերջին հաշվով հղում անելով սահմանադրությանը։ Սա շատ կարևոր, դրա համար սահմանադրությունը մի այսպես սահմանափակումով չեմ դրել, այլ ընդհանուր նա տարածվում է մնացած ուրեմն կյանքի մնացած ոլորտների վրա։ Երրորդ շատ կարևոր խումբը ինստիտուտների դա քաղաքական ինստիտուտներն են, այս սեկտորը։ Քաղաքական ինստիտուտների մեջ առանձնացնում եմ կարևորագույն 3 ինստիտուտ։ Կարևորագույն։ Այդ 3 ինստիտուտներից մեկը դա իշխանության հորիզոնական եւ ուղղահայաց ապակենտրոնացումն է։ Այսինքն իշխանության թևերի բաժանում եւ հորիզոնական եւ վերտիկալ։ Կենտրոնական իշխանություն, պերիֆերիկ իշխանություն կամ տեղական ինքնակառավարում, տեղական իշխանություն։ Կենտրոնական իշխանությունը իր հերթին կարա լինի գործադիր, օրենսդիր, դատական։ Սրան դեն կանդրադառնանք։ Բայց եթե օրինակ մեր երկրում թղթի վրա գրած է, որ սա այսպես է, թղթի վրա, բայց չկա իշխանության հորիզոնական եւ ուղղահայաց իրական ապակենտրոնացում, որովհետեւ ինչ որ մեկի դեմքով, Նիկոլ Փաշինյանի դեմքով մի կուսակցություն, որտեղից գրեթե ոչ մեկի մենք չենք ճանաչում, իր ցուցակով, բացի Նիկոլից գրեթե ոչ մեկին նորմալ չենք ճանաչում։ Գալի մտնում են ազգային ժողով որպես մեծամասնություն, այսինքն վերցնում են օրենսդիր իշխանությունը։ Հետո իրանք իրանց միջից բնականաբար, քանի որ եկել են Նիկոլ Փաշինյանի դեմքով, Նիկոլ Փաշինյանին կարգում են վարչապետ։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը իր թիմով, իր հետևից բերած ժողովրդով վերցնում է ոչ միայն գործադիր իշխանությունը ազգային ժողովը, այսինքն, այլ նաև օրենսդիր իշխանությունը, այսինքն ազգային ժողովը, այլև գործադիր իշխանությունը, կառավարությունը, վարչապետի աթոռը, ինքն իրենով նշանակում է մինիստրներ եւ այլ պաշտոնյաներ, ինքն իրենով վերահսկում է ամբողջ ուժային ապարատին եւ ինքը իր ազգային ժողովի հետ, որը նույնն է թե ինքը, նշանակում է դատավորներ կամ դատավորներին նշանակողներ եւ ազատում է դատավորներ կամ դատավորներին նշանակողներ։ Ինքը նշանակում է դատախազ, ինքը ասում է ում հետապնդեն, ում չհետապնդեն, ում դատեն, ում չդատեն, ում այնքան երկարաձգեն դատավարությունը, որ վաղեմության ժամկետն անցնի, ում թույլ տան, որ փախնի երկրից, ում թույլ չտան, որ փախնի երկրից։ Եվ այսպես շարունակ, ինչպես կասեր Նիկոլ Փաշինյանը, եւ այսպես շարունակ։ Սա իշխանության հորիզոնական եւ ուղղահայաց ապակենտրոնացման բացակայությունը։ Կարևորագույն ինստիտուտ։ Հաջորդը կարևորագույն ինստիտուտներից եկեք սրա մասին խոսանք։ Ազատ, հաճախակի պարբերաբար ընտրություններ։ Ընտրությունները նույնպես քաղաքական կարևորագույն ինստիտուտ են։ Ու այս ինստիտուտը, ընտրությունների ինստիտուտը պետք է իրականանա ազատ, հաճախակի, հնարավոր է ամեն օր ընտրություն, ուրեմն ամեն օր ընտրություն, ոչ թե 5 տարին մեկ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ լավագույն հաճախությունը, հաճախականությունը հնարավոր 2-4 տարին մեկ ընտրություններն են։ Այսպիսի օրինակ կա Շվեյցարիայում, կա Միացյալ Նահանգներում, կա էլի շատ երկրներում։ Հատկապես Միացյալ Նահանգները, որոնք 3-ից 5 միլիոն բնակչության պայմաններում 2 տարի, 4 տարի ժամկետով ընտրություններ են իրականացրել, ու սիստեմը համակարգը աշխատել է, համակարգը դարել է ինստիտուտ, աշխատում է այսօր, երբ նրանք ունեն 300 միլիոն բնակչություն։ 2 տարի ընտրություններ, 4 տարի ընտրություններ։ Ինչքան հնարավոր է հաճախ, որպեսզի տվյալ անձը չսերտաճի իր կառավարման պաշտոնի հետ, իրեն տրամադրված մանդատի հետ։ Եթե շատ լավ է
իր գործն արե, 2 տարի հետո օրինակ падգամավորին նորից կտան մանդատ, թող գնա եւս 2 տարի կառավարի։ Եթե նախագահը օրինակ շատ լավ է կառավարի, ապա 4 տարի հետո նրան նորից կտան մանդատ, թող գնա եւս 4 տարի կառավարի։ Բայց պետք է նախագահի համար, այսինքն գործադիր իշխանության ղեկավարի համար, որը մեր մոտ վարչապետն է, գործադիր իշխանության ղեկավարի համար 4 տարին մեկ պետք է ժողովրդից հարցնես, արդյոք շարունակի նա կառավարել թե ոչ, իսկ падգամավորի համար, առնվազն ազգային ժողովի падգամավորի համար 2 տարին մեկ պետք է հարցնես, արդյոք նա շարունակի ներկայացնել եւ օրենսդիր գործողություն իրականացնել ժողովրդի համար, թե ոչ։ Ուրեմն հաճախակի եւ ազատ ընտրությունները դա ընտրություններ ինստիտուտի կարևորագույն հատկանիշ են, կարևորագույն։ Մեզ մոտ 5 տարին մեկ է։ Դա կատաստրոֆա է։ Չի կարա քո երգիրը լինի լավ, կառուցողական, ծաղկուն հարաբերությունների վրա հիմնված, չի կարա լինի, որտեղ քո մոտ այս ինստիտուտները խախուտ վիճակում են։ Սա սահմանադրության մեջ դու գրել ես, Վենետիկի հանձնաժողովներ հաստատել է։ Հետևաբար դեգեներատների հավաքածու են, թե գրողները, թե հաստատողները։ Եվ այսօր բժիշկ մարդ, որ անատոմիան գիտի ինչ բան է, ֆիզիոլոգիան գիտի ինչ բան է, պաթոլոգիան գիտի ինչ բան է, դիագնոստիկան գիտի ինչ բան է, ու դրանց բուժումը գիտի ինչ բան է, եկել է այս հարցերում փնտրում է խնդիրների արմատները, հիմքերը, եւ սա է խնդրի հիմքերը։ Ազատ, հաճախակի եւ պարբերաբար, սա էլ է կարևոր։ Արտահերտ, դա լուծում չի, դա կատաստրոֆա է։ Պետք է լինի պարբերաբար։ Այսքան որ բժշկություն կամ կենսաբանություն իմանայք ինչ է նշանակում, եթե խախտվում է այդ պարբերականությունը, բիոռիթմերը բնության մեջ։ Կենդանիները ունեն բազմացման որոշակի շրջան։ Նրանից հետո մի ամբողջ տարի արտահերտ բազմացման շրջան չի գալիս։ Ինչու՞, որտեղ եթե ռիթմից դուրս է գալիս, ապա սերունդները սատկում են։ Կոնֆլիկտները լինում են մի այնպիսի շրջանում, մրցակցությունը, որ պետք չի, թուլացնում է համայնքը, կենսունակության վրա է ազդում տեսակի։ Տվյալ դեպքում խոսք է գնում քաղաքական տեսակի մասին։ Դա ազդելու է քաղաքական կենսունակության վրա։ Հետևաբար, ընտրություններ ինստիտուտը որպես կարևորագույն քաղաքական ինստիտուտ պետք է լինեն ազատ, այնքան հաճախակի, որ արդյունավետությունը չկորի, կառավարման արդյունավետությունը, եւ պարբերաբար։ Եվ այդ պարբերականությունը, ռիթմիկությունը պետք է պաշտպանել։ Եվ երրորդ կարևորագույն քաղաքական ինստիտուտը դա քաղաքական ազգն է։ Ինչ է նշանակում քաղաքական ազգ։ Սա նշանակում է պետականորեն կազմակերպված մի ժողովուրդ, որը մասնակցում է իրեն վերաբերվող քաղաքականությանը։ Ոչ թե նստում է տունը, ասում է ես ընտրությունների չեմ գնա, հարց չկա, չես գնա։ Ինչի չես գնա, որովհետև տեխնացու չկա արժանի, դու դիր քո տեխնացությունը, հավաքվի քո ընկերների հետ, դիր քո տեխնացությունը, ներկայացրու մարդկանց այլընտրանք, գրքեր կարդա, դասախոսություններ լսի, լուրերին հետևի, միջազգային փորձը ուսումնասիրի, կան բազմաթիվ մանավանդ անգլերեն լեզվով, ես օրինակ անգլերեն լեզվով, բանը ռուսերեն Yandex-ով թարգմանված, բազմաթիվ դասախոսություններ կան, որոնք շատ լավ երկար բարակ բացատրում են։ Այնպիսի բաներ են բացատրում, թե մի քիչ դու պետք է մտածես։ Ու վերջը գալիս ես այն եզրահանգման, թե որտեղ ինչն է սխալ։ Ընձուղտի անատոմիան, եթե չունեցավ տվյալ կենդանին, հա, կոգորդիլոսը չի կարա ընձուղտի պես բարձր ծառերի են վերևի ճյուղերից սնվի։ Կոգորդիլոսի անատոմիան ստեղծված է կոգորդիլոսի կենսակերպի համար։ Ընձուղտի անատոմիան ստեղծված է ընձուղտի կենսակերպի համար։ Հետևաբար այդ դեմոկրատական եք ուզում ասեք, չգիտեմ, հզոր երգիր եք ուզում ասեք, ինքնիշխան եք ուզում ասել, ինչ ուզում եք ասեք, դա անատոմիա պետք է ունենա որոշակի։ Եթե այդ համակարգը, որպես մեծ ինստիտուտ երկիրը, պետությունը, որպես մեծ հսկայական մի համակարգ
ինստիտուտ չունի որոշակի կառուցվածք, նրանում եղած պուճուր ավելի փոքր ինստիտուտները համակարգերը չեն աշխատում լիարժեք որակով, չի լինելու լավ երկիր։ Ում ուզում եք հանեք պաշտոնից, ում ուզում եք դրեք դրա փոխարեն, ում ուզում եք, ոչինչ չի փոխվելու։ Համակարգային խնդիր սա է, համակարգային չի մեր խնդիրները, ինստիտուցիոնալ է մեր խնդիրները։ Արդեն 30 տարի խնդիրները շարունակվում են, ես ասել չէ, թե համակարգը սերնդների փոփոխության արդյունքում շարունակում է պահել իր կենսունակությունը, դա արդեն պարզապես համակարգ չի, դա ինստիտուտ է։ Հիմա մեր պարագայում պրոբլեմներն են ինստիտուցիոնալիզացված։ Կադրերը փոխվում են, պրոբլեմը չի փոխվում։ Հետևաբար դու ունես արդեն պրոբլեմի ինստիտուտ, ինչը պետք է քանդես, պետք է լուծես, լուծումների ինստիտուտ առաջարկելով։ Մի խոսքով, քաղաքական հիմնական 3 ինստիտուտները դա իշխանության հորիզոնական եւ ուղղահայաց ապակենտրոնացումն է, ազատ, հաճախակի եւ պարբերաբար ընտրություններն են եւ քաղաքական ազգն է։ Պարուր Հայրիկյանը եւ Գարեգին Իսկարյանը կասեին ինքնորոշված ազգը, կամ Մանվելը Սարգսյան կասեին ինքնորոշված ազգը, ինձ տենց է թվում, իրանք տենց կասեին։ Քաղաքական ազգն է։ Եվ այսքանից հետո երբ որ այս բոլոր ինստիտուտները խոսացինք ու քննարկեցինք, նոր գալիս ենք պետական ինստիտուտներին։ Իսկ որոնք են պետական ինստիտուտները։ Այս սեկտորի մեջ էլ պետական ինստիտուտներն են, այն վերնագիրը հələ մի նայեք։ Եվ այսպես, պարլամենտ, պետական ինստիտուտ, Գերագույն խորհուրդ եւ ազգային ժողով, երկպալատ, պարլամենտ։ Ինչու երկպալատ։ Եթե հարցեր ունենաք, սիրով կպատասխանեմ, բայց պարտադիր երկպալատ պարլամենտ, նախագահ գործադիր եւ դատական իշխանություն, Գերագույն դատարան, մեր դեպքում դա վճռաբեկն ու սահմանադրական դատարաններն են, երկու մասի է բաժանած, մի խոսքով Գերագույն դատարան, ուրեմն հիմնական ինստիտուտները պարլամենտ, գործադիր իշխանություն եւ դատական իշխանություն, պլյուս իրավապահ համակարգ, ստեղ մտնում է ոստիկանությունը իր 100 ու մի այնտեղ տարբեր ուրեմն իրավապահ ծառայություններով, ԱԱԾ-ով, մյուսով եւ բանակ։ Այս 5 պետական հիմնական ինստիտուտներն են։ Պետական հիմնական ինստիտուտ չի առողջապահության նախարարությունը, պետական հիմնական ինստիտուտ չի կրթության նախարարությունը, պետական հիմնական ինստիտուտ չի ռեմոնտի նախարարությունը, ճանապարհների շինարարության նախարարությունը, պետական հիմնական ինստիտուտը պարլամենտ, ուրեմն գործադիր, դատական իշխանություն, իրավապահ համակարգ բանակ։ Պետության անելիքը սա է, օրենքներ գրել, կազմակերպել պետական մասշտաբով կյանքը, արտաքին հարաբերություններ, անվտանգություն, դատական իշխանություն եւ վերահսկել ներսում, որպեսզի դաղալություն օրինախախտում չլինի։ Պետական համակարգի ինստիտուտների գործը չի գնալ դպրոցում, կախիչները թափ տալ կամ ցնցուղը բանում լոգարանում վերցնել ինչ որ մարզասրահի եւ ստուգել արդյոք ցնցուղը էժանա թե թանկ։ Դա պետական ինստիտուտների ֆունկցիան չի։ Կախիչը լավ է ամրացրած թե չէ, դա պետական ինստիտուտների ֆունկցիան չի, պետական ինստիտուտների ֆունկցիան երկրի սահմանների անձեռնմխելիությունը ապահովելն է, տարածքային ամբողջականությունը ապահովելն է, իրավապահ համակարգի գործունեությունն է, քաղաքացու իրավունքների աչքի լույսի պես պաշտպանությունն է, օրենքներ գրելն է եւ դատական իշխանությունը կատարյալ իրականացնելն է։ Սա է պետական ինստիտուտների գործը, այն մնացածը վերաբերում են այլ ինստիտուտների։ Հիմա, սակայն, տեսեք այստեղ, հիմա ես սխեման մեծացնեմ, այսինքն հեռացնեմ, տեսեք, հիմա նայեք, այս հիմնական սխեման է, որտեղ կրկնեմ, կենտրոնում մարդու ազատական, անհատական, ազատական որոշումներն են եւ կարգավորող ինստիտուտները։ Ամբողջ երկրի կյանքը սենց է կարգավորվում։ Կենտրոնում սոցիալական ինստիտուտներն են, հասարակական ինստիտուտները,
տնտեսական ինստիտուտներ, իրավական ինստիտուտներ, քաղաքական ինստիտուտներ եւ պետական ինստիտուտները մի փոքր էս ամեն ինչից մի փոքր փոկված։ Այստեղ հարաբերությունները ինքնակարգավորումով են իրականանում։ Պետությունը ստեղ չպետք է խառնվի պետական ինստիտուտները։ Պետական ինստիտուտները ստեղ խառնվում են միայն այն դեպքում, եւ տվյալ ինստիտուտում կա խնդիր, որը տեղի մակարդակով չի լուծվում։ Օրինակ, ընտանիքում մարդը կնգան ծեծում է, կնիկը մարդուն դանակահարում է, այդ դեպքում ընտանիք ինստիտուտին պիտի միջազմտի պետական ինստիտուտ իրավապահ համակարգ։ Մամուլում կաշառքով հոդված են գրում, չգիտեմ, ցեխ են շպրտում, կեղծ լուրեր են տարածում, ինչ որ բանի։ Մամուլին խոպետությունը իրավունք չունի, չէ՞ միջամտելու։ Բայց եթե մամուլում հանցագործություն է տեղի ունենում, ապա իրավապահ համակարգը պիտի միջամտի։ Կամ հակառակը, մամուլում տվել են մեկի գլուխը ջարդել են փողոցում, մեկը ինչ որ մեկը ցուցարար կամ քաղաքացի լրագրողի նկատմամբ ոտնձգություն է թույլ տվել, ելի պիտի միջամտի։ Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ որ այս ինստիտուտները աշխատում են կատարյալ, ոչ մի միջամտություն չպետք է լինի պետական ինստիտուտների կողմից։ Պետական ինստիտուտները միջամտում են այլ ինստիտուտների աշխատանքի միայն այն դեպքում, եթե տվյալ ինստիտուտը չի կարողանում ինքը իրենով, ինքնակարգավորումով հարցը լուծել։ Օրինակ, սոցիալական ապահովության ինստիտուտ։ Մարդիկ այնքան հանգանակություն, ֆոնդերում այնքան փող չեն տալիս, որ օրինակ թոշակով ապահովեն կամ ընտանիքներում մարդիկ այնքան փող չեն կարողանում աշխատել, որ իրենց ենթադրենք հասակավոր ծնողներին կարողանան ամբողջությամբ ապահովել ֆինանսով։ Այդ դեպքում ինչ է լինում, պետական ինստիտուտը խառնվում է սոցիալական ապահովությանը, կամ գիտությանը, կամ առողջապահությանը, կամ կրթությանը, մի խոսքով, կամ կենտրոնական բանկը որպես տնտեսական ինստիտուտ, այստեղ է իրականում պետական մարմինը, կենտրոնական բանկը խառնվում է շուկային երբ որ շուկան չի կարողանում լուծել ճգնաժամային ինչ-որ իրավիճակ։ Իսկ ճգնաժամային իրավիճակներ լինում են։ Տարերքներ, աղետներ, կրիզիսներ, տնտեսական կրիզիսներ, պատերազմներ եւ այլն։ Մեծ ներգաղթ, չգիտեմ, արտագաղթ, ինչ ասես կարա լինի։ Ու ահա երբ որ այս ինստիտուտները, որոնք թվարկեցի, չեն կարողանում իրենց հիմնական կարգավորիչ ֆունկցիան իրականացնել, կախված խնդրի մասշտաբներից կամ առանձնահատկություններից, ապա պետական ինստիտուտները միջամտում են, օրինակ գործադիրը միջամտում է տվյալ հարցի լուծման համար։ Եվ սահմանադրությունը որպես իրավական ինստիտուտ, քաղաքական ինստիտուտ եւ պետական ինստիտուտ ծածկում է ամբողջ հարաբերությունների սպեկտրը, ամբողջ հարաբերությունների սպեկտրը ծածկում է սահմանադրությունը, որը մեր դեպքում, մեր երկրում թերի է։ Այս սխեման մի բառով կոչում է ազատական ինստիտուցիոնալիզմ կամ ազատակարգություն, որտեղ պետությունը չի միջամտում այնքան ժամանակ, մինչև տվյալ խնդիրը իր առանձնահատկություններից կամ մասշտաբներից ելնելով հնարավոր չի լուծել սոցիալական, իրավական, քաղաքական եւ տնտեսական ինստիտուտների միջոցով եւ մարդկանց անհատական ազատական որոշումների միջոցով։ Եթե հնարավոր չի լուծել, ապա միջամտում է պետական ինստիտուտը, բայց միջամտում է սահմանադրության սահմաններում, բացառապես սահմանադրության սահմաններում։ Հարգելի ժողովուրդ, հարգելի ունկնդիրներ, կարծում եմ ոչ մեկիդ պագոնները չի լինի, անկախ նրանից քաղաքագետ եք, դիվանագետ եք, չգիտեմ, միջազգայնագետ եք, հումանիտար ուսակցապետ եք, ով եք, ոչ մեկիդ պագոնը չի լինի, խնդրում եմ լսեք էսի։ Մի քիչ երկար մտածեք սրա մասին։ Ինտուիտիվ շատերը սա պատկերացնում էին, բայց այսպես ամբողջական, համակարգված, միտեղ հավաքած, կարծում եմ դեռ չէիք հանդիպել։ Դժվար թե։ Միգուցե այս կառուցվածքում որոշակի կողմերի համաձայն չլինեք, դեմ չեմ։ Այստեղ ամբողջը չի ներկայացված, կան էլի բազմաթիվ ինստիտուտներ, որ այստեղ հիշատակված չեն, բայց ես ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք, թե երկիրը ինչպես է իր հարցերը լուծում։ Եվ եթե որևիցե մի ինստիտուտում կա դեֆեկտ,
պետք է տվյալ ինստիտուտում դեֆեկտը վերականգնվի, շտկվի, դեֆեկտը լուծվի։ Եվ դու չես կարող վարչապետ փոխելով, ազգային ժողով փոխելով, բանակը կայացնելով այդ հարցերը լուծես։ Չես կարող։ Ամեն ինստիտուտ իր գործը ունի։ Ազատ եւ մրցակցային շուկան, եթե դու չես կարողանում կայացնես, պիտի մտնի, չգիտեմ, իրավապահ համակարգը կամ գործադիրը, ինչ որ ձև պիտի մտնի, կամ կենտրոնական բանկը, որ պահին կայացավ, ինքը պիտի հետ քաշվի։ Ինքը հետա քաշվում։ Միջազգային փորձ եք ուսումնասիրում, չգիտեմ ինչ եք անում, լսեք։ Սրանից լավ բան չեք գտնելու։ Ինչքան էլ միջազգային փորձը ուսումնասիրեք, հարգելիներս։ Եվ սահմանադրությունը այս ամբողջը կարգավորող կարևորագույն փաստաթուղթն է։ Սա հասարակարգն է, առհասարակ հասարակարգն է։ Ստվերային պետությունը, ստվերային կառավարություն, լսել եք sense բան։ Այդ թափանցումը այն ինստիտուտների մեջ, որոնք փչացած են, ու ինքը օկուպացնելով տվյալ ինստիտուտը սկսում է ինքը տեղ ուրեմն գաղտնի ձևով գործունեություն իրականացնել։ Սրա կարևորագույն պայմանը նաև այն, որ սա թափանցիկ է ու բոլորի աչքի առաջ։ Սա հանրության աչքի առաջ է։ Բայց երևիցե, եթե որևիցե ինստիտուտ, օրինակ, չգիտեմ, ընտրությունները, շուկան, մամուլը, կրոնական եկեղեցին, որևիցե մի ինստիտուտ, եթե փչացած է, ու ստվերային մարմիններ, ուժեր, գալի եւ բանակը գալի եւ օկուպացնում են աշխարհազորը, եթե որովացակիկ ուժեր գաղտնի ստվերային ծածուկ գալի եւ օկուպացնում են գործունեություն իրականացնում են փչացած ինստիտուտում, դա կոչվում է ստվերային կառավարություն կամ ստվերային իշխանություն, ստվերային պետություն։ Այդ դա ստվերային պետությունն է։ Ստվերային պետությունից առաջ կա փչացած ինստիտուտ։ Հիմա մենք տեսեք, ամեն մեկը ձեր անալիզն արեք, վերլուծությունն արեք, թե որն է այստեղ սահմանադրությունից բռնած մեր մոտ փչացած է, եթե ուզում եք ճիշտ իմանալ։ Շատ ինստիտուտներ այստեղ մեր մոտ փչացած են։ Այս կամ այն չափով հիվանդ են։ Այս ինստիտուտները պետք է խելքի բերել։ Մինչև մենք այս ինստիտուտները խելքի չբերենք, օրինակ, բժշկական կազմակերպությունները, ասոցիացիաները ահռելի գործ ունեն առողջապահություն ինստիտուտը կարգի բերելու հարցում։ Բայց ինչ են անում։ Նստած մենք բժիշկներս ասում ենք դե առողջապահություն նախարարությունը թողես անի, թողեն անի, ոչ։ Առողջապահությունը դա նախ եւ առաջ սոցիալական ինստիտուտ է, պետական ինստիտուտ չի։ Պետությունը դե մասնակցում է այնքան, ինչքան տվյալ տեղում դու չես կարող այդ հարցը լուծես։ Բայց եկեք տեսնենք, մենք բժիշկներս փորձել ենք ու չի լուծվել։ Օրինակ որակյալ բժշկություն լինի, գործելակարգերով ուղեցույցերով աշխատեն, ապացուցողական բժշկության վրա հիմնված լինեն հետազոտություններն ու նշանակումները։ Հա, մենք դա արել ենք ու չի ստացվել։ Չէ, մենք դա էլ չենք արել։ Նույնը գյուղատնտեսության մեջ կարելի է ասել, նույնը արտադրության մեջ կարելի է ասել, նույնը IT-ի մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների մեջ կարելի է ասել։ Մենք այդ սովետական փդած մոտեցումով գալիս ենք, իսկ որն է սովետական փդած մոտեցումը, որ այս բոլոր ինստիտուտները ինքնահոսի սենց, ինչքանով կաշխատեն, թողա մնացածը պետությունը անի։ Չէ, այ ընկեր։ Դու պիտի անես։ Դուք պիտի անեք։ Կախված նրանից, թե որ ինստիտուտում է ձեր հիմնական գործունեությունը։ Մեկի հիմնական գործունեությունը սոցիալական ինստիտուտներում է, մեկինը տնտեսական ինստիտուտներում է, մեկինը քաղաքական, մեկինը իրավական։ Գնացեք եւ ամեն մեկը ձեր տեղում ձեր անելիքն արեք։ Այնքան լավ արեք, որ պետության միջամտության կարիքը չլինի։ Եվ եթե դուք տեսնում եք, որ երգիրը երգիր չի, կամ եթե տեսնում եք, որ էշի երգիր է, ուրեմն իմացեք, դա չի վերաբերվում միայն պետական ինստիտուտներին։ Այդ պետական ինստիտուտներից կրկնում եմ, միայն մեկն է, գործադիր ինստիտուտն է, գործադիրի ինստիտուտն է, որ Նիկոլն է նստած։ Եվ պարլամենտում էլ նստած են Նիկոլի ցուցակով եւ Քոչարյանի ու Սերժի ցուցակով։ Բայց մնացածը օթից լուսնից են իջել, մարսիանիններ են, հա, այլմորակայիններ են, մենք ենք։
Ամեն մեկս մեր տեղում ստեղ անելիք ունենք ու լուրջ անելիք։ Եվ այն ինստիտուտները, որոնք քանդված են, պետքա դրանք վերականգնել։ Այդ հին փդած սովետական մոտեցումը, որ մենք նստենք թո պետությունը գանի, տես չի լինելու։ Հարգելիներս, ավելին ասեմ, սրանով է հենց բացատրվում, թե ինչի օրինակ Չինաստանը լինելով կոմունիստական կուսակցության ձեռը, տեսեք, որ արևմուտքն ինչ ասում, արևմուտքն ասում է, սա շատ կարևոր է, այ որ դեմոկրատիան, ընտրությունները, հա, արդար ընտրությունները, այ բոլոր հարցերի լուծումն է, ոչ, դեմոկրատիան ընդհանրապես քաղաքական ինստիտուտներից մեկն է ապահովում, մեկը, մնացած ինստիտուտները եթե կայացած չեն, սրանով ոչինչ չես փոխի, ոչինչ, ու զարմանում են, այ մարդ Չինաստանում դեմոկրատիա չկա, բայց տենց հզոր երկիր է, որտեղ գործադիր իրա տեղում է, չգիտեմ, պարլամենտը իրա տեղում է, որոշում դատականը իրա տեղում է, իրավապահը իրա տեղում է, բանակը իրա տեղում է, ու այս տնտեսականին տվին ազատություններ, սա էլ կայացավ, այսինքն շուկա, մասնավոր սեփականություն, ձեռնարկատիրություն, այս ինստիտուտներն էլ Չինաստանում պակասում, սա էլ արեցին, սոցիալական ինստիտուտները տեղում են, քաղաքական ինստիտուտները իրանք ձևով են անում, այսինքն երկիրը որպեսզի զարթնի, ծաղկի հզորանա, հեչ պարտադիր չի, որ մի ինստիտուտի կատարյալությունը դա ապահովի, ոչ, մի ինստիտուտի կատարելությունը ընդհանրապես մի ինստիտուտի կատարելությունն է, եւ մնացած ինստիտուտների քանդված, քայքայված, անկատար լինելը բերում են ամբողջ երկրի քայքայված, քանդված, անկատար լինելուն, հարգելիներս, խնդրում եմ, ինչքան հնարավոր է այսի տարածեք, թող մարդիկ տենան պատկերացնեն ինչի հետ գործ ունենք մենք որտեղ ենք գտնվում, Թերևս այսքանը, սա երկար մտածված, շատ երկար մտածված, մի կարելի ասել գաղափարախոսություն, որի անունը ես կդնեի ազատակարգություն, այսինքն ազատությունը որոշակի կարգ, որոշակի համակարգերում, երբ ամբողջ կյանքը համակարգվում է մեր ազատ որոշումներով, գործողություններով, բայց շատ բան էլ որոշվում է ինստիտուտներով։ Մենք չենք գալիս օրինակ ազատորեն որոշում, ամուսնանամ մի հոգու հետ միաժամանակ թե 5 հոգու հետ միաժամանակ, կա ընտանիք ինստիտուտ, այր ու կին, ընտանիք ինստիտուտը որոշել է, մի հոգին մի հոգու հետ ամուսնանում, դա մենք չենք որոշում, դա ինստիտուտը որոշել է մեր փոխարեն։ Մեզի ընդհանումը մնում է որոշել ում հետ ամուսնանալ, հասկանում եք, սա է ինստիտուտը, ահռելի քանակ գործողությունների մենք անում ենք, ոչ թե որ մենք դա որոշում ենք այդպես անել, այլ որպես այդպեսին է մեզ, այդպես է համակարգում, այդպես է մեզ ուղղորդում, կյանքը, ինստիտուտները, Եվ ինչքան սրանք կայացած են երկրում, այնքան երկիրը հզոր է։ Թերևս այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, կրկնում եմ խնդրանքս, տարածեք, ինչքան հնարավոր է շատ ակտիվ քաղաքացիներ շատ տեսնեն, սա տեսնեն, ինչքան հնարավոր է շատ քաղաքական գործիչներ սա տեսնեն։ Շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։